Բելգրադում մեկնարկած ԵՀԿ-ի արտգործնախարարների տարեկան համաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության իրենց միացյալ հանձնառությունը։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, հայտարարել են նրանք։ Վերջին շրջանի լարվածությունների հետ կապված Քերին, Լավրովը եւ Դեզիրը կողմերին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությանը եւ վերացնել որևէ թյուրըմբռնում, թե լրջորեն չեն տրամադրված հասնելու բանակցային կարգավորմանը։ Կողմերը պետք է շարունակեն քննարկումները Սոչի, Ուելսի եւ 2014-ին Փարիզում կայացած բարձր մակարդակի հանդիպումներում քննարկած համապարփակ հանգուցալուծման տարրերը եւ 2016-ին պետք է ակտիվացնեն իրենց երկխոսությունը քննարկվող առաջարկների հենքի վրա, նշել են նրանք։ Շփման գծի եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին հրադադարի խախտումների պատճառով լուրջ լարվածության առումով նրանք հայտարարել են. Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի եւ այլ ծանր զենքերի կիրառումը եւ խորը ափսոսանք ենք հայտնում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, որ տեղի է ունեցել այդ զենքերի օգտագործման պատճառով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը եւ խնայել մարդկանց կյանքը։ Համանախագահները առաջարկներ են ներկայացրել ռիսկերը նվազեցնելու համար եւ կողմերին կոչ ենք անում ընդունել դրանք, ներառյալ ԵՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմները, հայտարարել են նրանք։ Քերին, Լավրովը եւ Դեզիրը անդրադարձել են նաեւ Մինսկի խմբի համանախագահների հասցեին հնչած քննադատություններին, ընդգծելով. Մենք շեշտում ենք, որ Մինսկի խումբը մնում է միակ ձևաչափը, որն ընդունում են կողմերը եւ որը վայելում է ԵՀԿ մասնակից երկրների ամբողջական վստահությունը։ Բանակցային գործընթացի ձախողումների մեջ համանախագահներին մեղադրելու փորձերը միայն թաքցնում են հիմնական խոչընդոտը՝ բանակցային կարգավորմանը հասնելու համար Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական կամքի պակասը։ Հիշեցնեմ, որ միջնորդները ձգտում են, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա մինչև տարեվերջ, բայց կոնկրետ ժամկետների եւ վայրի մասին որևէ լուր դեռ չկա։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթի մեծ մասն էր վերաբերում Ղարաբաղին, նա Հայաստանին մեղադրեց Ադրբեջանի տարածքների օկուպացիան շարունակելու մեջ, ասելով, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական զորքերի առկայությունը ապակայունացման հիմնական գործոնն է, որը կարող է ցանկացած ժամանակ անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Ելույթի վերջում Մամեդյարովը նորից պնդեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միջնորդների անունից նոր առաջարկներ է ներկայացրել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին գաղափարները կարող են շատ լավ առաջընթաց ճեղքում բերել խաղաղ գործընթացում։